Ավանդական դարձած ողջույնն ու սրտիկը այս անգամ Աստանայից են, ղազախական հնչյունների ներքո։ Բարելույս մաղթելուց հետո Փաշինյանը շտապում է նախագահի նստավայր, որտեղ դիմավորման պաշտոնական արարողությունն է։ Երևան-Աստանա բանակցությունների օրակարգում երկկողմ տնտեսական, քաղաքական հարցերն են, տարածաշրջանային գործակցության զարգացումը։ Հայաստանը Ղազախստանի համար առանցքային գործընկեր է առևտրային եւ տնտեսական կապերի համար։ Մեր գործակցությունը սերտ է թե տարածաշրջանային, թե միջազգային հարթակներում։ Այսօր կստորագրենք պատմական փաստաթղթեր, ներառյալ փաստաթուղթ, որը բարձրացնում է մեր հարաբերությունների մակարդակը, այն դարձնելով ռազմավարական։ Կարծում եմ, որ նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար, որովհետև նոր տրանսպորտային հնարավորություններ են բացվում եւ այդ նոր տրանսպորտային հնարավորությունները պետք է լրջորեն ուսումնասիրեն, որովհետև կարծում եմ դրա արդյունքում ի հայտ կգան այնպիսի հնարավորություններ, որոնք գուցե առաջին հայացքից տեսանելի չեն։ Փաշինյանն ու Տոկաևը համատեղ հայտարարություն են ստորագրել։ Ղազախ գործընկերների հետ փաստաթղթեր են ստորագրել նաև Հայաստանի արտաքին գործերի եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարները։ Նախագահ Տոկաևի գնահատմամբ գործակցությունը զարգացնելու երկկողմ հնարավորություն կա արդյունաբերության, տրանսպորտի, լոգիստիկայի, թվայնացման, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում։ Աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Հարավային Կովկասում հնարավորություններ է ստեղծում, որպեսզի ամրապնդվի երկկողմ տարածաշրջանային գործակցությունը։ Ղազախստանն աջակցում է Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Մենք նաև ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցելու Թրամփի ուղի նախագծին։ Այսպիսի նախագծերը հյուսիս-հարավ, ինչպես նաև միջին միջանցքի նախագիծը համապատասխանում են մեր երկրների շահերին եւ հետեւաբար տրանսպորտային գործակցությունը մեծ հնարավորություններ կբացի։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև Ադրբեջանի ղեկավարությանը, որը հնարավորություն է տվել Հայաստանին ուղիղ առևտուր իրականացնել, օգտվելով Ադրբեջանի տարածքից։ Ըստ Տոկաևի շատ կարևոր քաղաքական եւ տնտեսական նշանակություն ունի այն, որ այս տարվա նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան է մատակարարվել ղազախական հացահատիկի առաջին տոննան։ Ղազախստանը պատրաստ է պարբերաբար բարձրորակ հացահատիկային արտադրանք եւ այլ ապրանքներ մատակարարել Հայաստան։ Պայմանավորվել ենք ամեն ինչ անել այս առևտուրը հետագայում զարգացնելու համար։ Առաջնահերթություններից է նաեւ երկրների միջև ուղիղօդային կապի հաստատումն ու օդային բեռնափոխադրումների կազմակերպումը։ Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով մենք հիմա կենտրոնացած ենք Trip-Route նախագծի իրականացման վրա եւ Միացյալ Նահանգների հետ շատ ակտիվ բանակցային գործընթացում ենք, որպեսզի կոնկրետացնենք եւ համաձայնության հասնենք իրավական շրջանակի եւ կարգավորումների շուրջ։ Ինչպես գիտեք, հիմնական եւ սկզբունքային հարցերը Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով որոշված են, համաձայնեցված են եւ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց համար իրենց կապուղիները բացում են ներքին, այսինքն Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Հայաստան, երկկողմ հաղորդակցության եւ միջազգային հաղորդակցության համար։ Ղազախստանը հայտարարում է, որ կարող է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացել։ Նախարար Սերիկ Ժումանգարինի խոսքով հայկական տարածքով անցնող ճանապարհն ուղիղ մուտք կապահովի դեպի Թուրքիայի նավահանգիստներ եւ կկրճատի բեռների տեղափոխման ժամանակը։ Պայմանավորվածություններից ու փաստաթղթերից բացի նաև պարգևներ։ Տոկաևը Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևն է շնորհել։ Наградить орденом «Алтын Қыран» Пашиняна Никола Ваваевича, премьер-министра Республики Армения. Տոկաևը Փաշինյանին գովել է աշխարհաքաղաքական բարդ պայմաններում ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու ունակության համար եւ հայտարարել, որ Փաշինյանը միջազգային հանրության շրջանում հայտնի է որպես ուժեղ առաջնորդ, հեռատես քաղաքական գործիչ։ Վարչապետը Տոկաևին հրավիրել է Հայաստան պետական այցով։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։